Սիրելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ ես խոստացել եմ, որ մոտակա 1 շաբաթվա ընթացքում ես ձեզ ներկայացնելու եմ հայտնի դեմքերին ես բալիկների հետ կամ արդեն հայտնի բալիկներին։ Էնպես որ թեման շարունակելի է եւ ունեմ շատ սպասված հյուրեր, այն էլ էքսկլյուզիվ տարբերակով, բայց նրանց րոպեներ անց կներկայացնեմ, որովհետեւ ըստ ֆորմատի նաեւ պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, ասորնությամբ, երեխաների ամենակարևոր թեման գրքում եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնանք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ախր մեկից լավնա, խոսքերս կեզ որնասեմ, ով սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ։ Ամենաչեն, ամենալավ աղջիկն արևոտ, իմ կյանքին դվեց այսօր ասես մի համուհոտ, ամենակյանք, ամենասեր աղջիկ արևոտ, իմ կողքին է թելին ես կազգամ ես մի կարոտ, քո կողքի ես գում եմ սեր մի նոր ու անծանոթ, ախր մեկից լավնա, խոսքերս կեզ որն ասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ, ախր մեկից լավնա, խոսքերս կեզ որն ասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ, ամեն անգամ նայում եմ քեզ ու չեմ հավատում, որ ես ամեն ինչը հենց ինձ հետ է կատարվում, ամեն անգամ նորովի եմ քեզ սիրահարվում, քո կողքին ասես հիմա ապրում եմ երազում, թե կողքիս է սիրտս էլ ոչինչ չի երազում, ախր մեկից լավնա, խոսքերս կեզ որն ասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ, ախր մեկից լավնա, խոսքերս կեզ որն ասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ, որ սիրեմ սիրտս հովանա, չէ որ քո սրտի մասեմ։ Դե ինչ 21 TV եթերում շարունակում էր աշխատանքը Ձինա այդ նախագիծը, նոր եք մեզ միացել, ես առաջարկ ունեմ, հարմար եք դիրքավորվում, նստում եք ավելի մոտ, որովհետև ձեզ առաջարկելու եմ բավականին հաճելի հաղթանակներով, էմոցիաներով լի տեսանյութ եւ ասեմ, որ տեսանյութի հերոսույն ինձ մոտ տաղավարում է, իսկ անակնկալը րոպեներ անց։
Ես վստահ եմ, որ իմ ասածը արդեն շատեր արեցին, մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին եւ շատերն էլ հասկացան, որ արդեն ինձ մոտ տաղավարում իմ մեծանուն ընկերուհին է, Ռիփսիմա Խուշուջյանը, բայց նրան ուղեկցում են իր այսպես ասած արդեն թիկնապա տղաները, Աշոտը եւ Մարկը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, շատ լավ։ Ես խնդրում եմ հեռուստադիտողներին ֆիքսել Ռիփսիմե եւ իր ամուսնու ամենահայտնի եւ կարևոր ստեղծագործություններին, ծայրահեղություններին Ռիփ, որ black or white որ ասում են, այս տարբերակով։ Մեծը քո կողմն է ամուսնուդ հետ։ Բա Մարկս։ Մարկս նմանա իմ Պապայի կողմն է։ Այո, կապուտաչա եւ շեկ։ Ինչ է սպասվում Բաքվում քեզ։ Նախ շատ աղջիկներ արդեն, չէ՞, որ հերթ են կանգնելու։ Իսկ ընկերները ունենք ընկերներ Մարկ։ Դու դպրոց գնում ես։ Ոչինչ որ Մարկից սկսեմ շփվել, որովհետև որ գերել է էլի աչքերով։ Դպրոց են գնում որ դասան ենք Մարկ։ Երկրորդ։ Երկրորդ փոխվեցի, թե փոխվեցիր երկրորդ։ Դու կարող ես ամենաուժեղն ու մեծն ես բոյով տենց, թե քեզնից բայց բոյովներ էլ կան։ Ձեր դասանում կա։ Կա։ Ո՞վ է։ Տիգրանը։ Հա, Տիգրանը քեզանից տենց բանա ուժեղ դեմքով, հա։ Չէ, մեծը։ Մեծա, շատ լավ, իսկ աղջիկները փոքր-մոքրը, չէ։ Շատ լավ։ Իսկ դու արդեն ընկերներ ունես, այն որ անուններ կարում ես տաս։ Ահա։ Մի հատ տեսախցիկով հենց հիմա քեզ են նայում։ Ընկերների տանունները դասարանի։ Սասուն, Ալեքս։ Հա, այդքանը մենակ երկու ընկերներ ունեմ, մնացածն է դրսինն է։ Դրսին ավելի շատ է, չէ, երևի թե։ Հա, իսկ դրսի տղերքը կարող եմ գնաս բակ նեղանան ասեն իմ անունը չտվեցիր։ Կարող եմ երկու ակու անուն էլ տաս ընկերներդ։ Բակ ընկերների անունները ասա։ Նարեկ, Միրան, Դավո, Սամո։ Աղջիկ չկա։ Հե, ինչ աղա քեզ տղես։ Լավ, համեստությունամ կարմրը չեմ ուզում ասեմ, բայց վստահ եմ, որ շրջապատում կլինի էլի։ Մի հատ էլ իրար այդ բան բասենք, հետո մամայից շփվենք, հա։ Հիմա ինձ դու ինձ ասում ես, դու ես ամենաշատը մամային ջղայնացնում, թե ապերը։ Ճիշտը։ Դու։ Երբ ասում ես։ Ճիշտ է խոսում։ Ես Աշոտի խփում եմ, Աշոտի վրա ջղայնանում եմ, ես խնդում եմ։ Դե փոքր գնում մամայի խփում ասում է, թե Աշոտին դիցեց ու լացում է։ Նորմալ տղերքի շրջապատը։ Շատ լավ, իսկ մաման ում առաջինը պաշտպանում, Մարկին։ Շատ լավ, ես ուզում եմ Աշիս հետ էլ շփվեմ, այն որ արդեն կայացած տղամարդ, կարամ ասեմ հիմա, քեզ ասում են պապայի տղա, թե մամայի տղա, էդի էլ ասա ինձ։ Պապայի։ Պապայի տղա։ Էդ ինչ ամ գաղթիկներ արդեն ունեք։ Չէ՞։ Պապային երբ են տեսնում։ Պապան անդադ հավաքների է։ Իսկ մամային տեսնում են, մաման էլ Մամային արդեն տեսնում են։ Հա, որովհետև աշխատանքան ջան, ասա։ Մի անգամ պապան այնքան էր գնացել մարցուների, իմացել էր ես 5 տարեկան եմ, բայց 6 տարեկան էի։ Խորացա ես պապան տաղաբարից այն կողմ լսում է, էլի, դե պետք է ամեն ինչը տեղեկացնենք, բայց հիմա նորմալ է, մամայից գոհ ենք, պապայից էլ ենք գոհ։ Իսկ կարող է նենց լինի այդ սպորտի մեջ կան, ոնց արիպ։ Հա, կան մեծ տղաս հաճախում է ծանրամարտի։ Բայց տեսնենք ոնց կստացվի, երևի թե ինքը կխոսի դրա մասին։ Մի հատ լասա, ինչքան ժամանակ կար։ Արդեն 4 տարի է, բայց նորմալ չեմ հաճախում այտենց։ Ինչի։ Ցավերի դժվարություններին չի դիմանում։ Լուրջ ես ասում։ Բայց ասում եմ մամա ուզում եմ քոպես չեմպիոն դառնամ, դե Ուզում եմ դրա ասել, մի համար հատ մամային է ցավերի մասին մի խոսա էլի ընդհանրապես։ Կարող է սրտովը չի տենց։ Կա չի ասում են մաման, պապան ասում են տղես դու պետքա ծառամարտի գնաս։ Չէ, ես եմ ուզում ծանրամարտի գնամ, ուրիշ բան ասում եմ, չէ, ասում եմ պետք է գնաս այդտեղը։ Հա, իսկ հավաք նոր ո՞նց ես բարապում։ Ո՞վ է մարզիչդ։ Մարզիչս պապան է, հենց պապան մրցումներ գնում, մաման է։ Կարող է մարզիչին փոխենք, որ մի քիչ Ես էլ խստություն եմ լինի։ մտքին, այո։ Ես միշտ ասում եմ, լավա ուրիշ մարզիչի մոտ մարզվես, քան ասենք անձնական ծնողներիդ մոտ։ Հա։ Որ արդյունքը տեսնես։ Իսկ հիմա մեր մոտ արձակուրդ շրջանը, չէ, դպրոցների։ Դպրոցներում այո։ Իսկ նենց ընդհանրապես ինչ են կանում, արկ արդեն փողոցներն ենք, ընկերների հետ։ Փողոցներն ենք, վնասվածքներ ենք ձեռք բերում։ Հա, գիշերն ի՞նչ ար։ Գիշերն ենք իրան տունը տենում։ Առավոտյան Արթնան մատատիկի տունն է, երեկոյան այտենց ինի կողմերը նոր տանն է գալիս մարդը։ Շատ լավ, ես հերոստատիտողներին խոստացել եմ, որ այսօր
Ընդհանրապես ներքի խոհանոց եմ նաև ներկայացնելու մի քիչ էլ նաև էքսկլյուզիվ տարբերակով նորություններ։ Ռիփ իմ կարծիքով պետք է էլի բարձրաձայնեմ այս հարցը։ Դուք չպետք է էլի եզրափակվեք ամուսիններով երկու տղով։ Այս երկու տղան մի հատ տիկուրիկ ունենան, չէ՞։ Մտածել եք այդ թեմը։ Մտածում ենք այդ ուղղությամբ։ Ոնց անենք ամուսինը հավաքել չգնահատել տունը մնաս։ Տասպած մյուս հաղորդմանը, երբ որ գամ, ես լավ լուրով գամ։ Ես ուզում եմ այդ լսեմ եթերում ասես ձին, ոնց ուզում եք, տենց եթերում լինելու է։ Կարա չէ լինի։ Աստված առաջ, Աստված առաջ։ Իդեպ ասեմ, մի քանի օրից այս աղջիկը պատիվ ունի նաև Մարկի մկրտության արարողությունը, վարի, պատրաստ ես, չէ՞, տղես։ Դու ինձ եթերից հետո ասում ես, ինչ ես ուզում, որ ես քո համար կազմակերպեմ այնտեղ, լավ։ Տվետը իրա օրնա, չէ՞, հիմնականում։ Իհարկե։ Վերջացավ։ Այդ ընթացքում իմ սթորիներից արդեն կհասկանաք, թե ինչ է սպասվում մի քանի օր հետո։ Եվս մեկ հարց, այն ծնողական դաստիարակությունը ուրիշ թեմա է։ Ոնց է ձեզ մոտ ընտանիքում դա ձևավորված։ Բաներ կա, որ չես ձգում, չես դիմանում, ասում ես։ Ահավոր է, իրոքից ահավոր է։ Ես միշտ ասել եմ, լավ է, ես շտանգա բարձրացնեի, քան այս դաստիարակությունը, ծնողական պարտականությունը վերցնի ինձ վրա, որովհետև ավելի ծանր է, քան ծանրություն բարձրացնելը։ Իսկ տենց ոնց անում են, որ չես դիմանում, զանգ ես անում ուժին, տենց ալնում։ Աչի, ասում եմ, գնացեք տնիցս։ Լուրջ եմ ասում, թե չի կարող այն որ հունից դուրս գամ, վատ բան լինի, ասում եմ, հելե գնացեք տնիցս։ Բայց ինչ երեխեք են, չէ՞, ու ընդամենը։ Աշխուժը հա փոքրն է, դե մեծը շատ հանգիստ է։ Հա։ Յոլա չեն գնում փոքրի հետ։ Հաշվի որ դասանես։ Փոխվում եմ ուտ։ Հա, արդեն սկսվում է։ Հա։ Այն իսկ պատկերացնում ես քեզ կիսուրի կարգավիճակում են կարկնակի։ Չեմ պատկերացնում, բայց դե կյանք է, ամեն ինչ պետք է պատրաստ լինես։ Շատ լավ, ուզում եմ մի քիչ էլ երկու բառով երեխեքին կողք թողնելով նրանց հետ դեռ կշփվեմ քո մասին խոսես, որտեղ ես հետևում եմ իմ ընկերուհուն, գիտեմ գործունեությունը, հիմա տվյալ պահին ինչ զբաղվածություն է քեզ մոտ։ Հիմա առաջիկայում ունեմ սեմինար կանայք եւ սպորտը, ամսի 5-ին կայանալու է այդ սեմինարը։ Պետք է այնպես անենք, որ կանայք ավելի շատանան սպորտում, տարբեր սպորտաձևերում։ Տեսնենք ինչպես կստացվի, դա է հիմա հետո դրանից հետո տղայիս մկրտությունն է, միջոցառումներ, մրցումներ, հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ գնալու եմ մրցումների, պատանների Եվրոպայի առաջնությունները, այնտեղ լինելու եմ միջազգային մրցավար, Հայաստանի ես եմ ներկայացնելու։ Իսկ ոնց է նոր սերունդի մեջ ինչ որ նկատում ես, լավն են։ Իհարկե կան ու դա ողջունելի է, որ մեզանից հետո նոր սերունդը շարունակում է, չի կործանվում ծանրամարտը։ Հա, որովհետև ես լսել եմ, էլի ճիշտ է, ինչքան ասում են կա սպորտաձև, որ երբեք կարմիր գրքի մեջ չի գնա, այդ մեկը ըմշամարտն է, ծանրամարտն է, տենց կա, չէ։ Ինձ միշտ հետաքրքիր է իսկ կանանց թեման ծանրամարտի։ Չէ, շատ լավ է, առաջ է գնում, այո, առաջ է գնում, մեծահասակների մեջ ունենք չեմպիոններ, աշխարհի մեծահասակների մեջ ունենք մեդալակիրներ, երիտասարդ աշխարհի չեմպիոններ, բավականին աղջիկներ ունենք, որ լուրջ հայտ են ներկայացնում, թե Եվրոպայում, թե աշխարհում։ Շատ լավ, իսկ այսքանից հետո էլ ինձ մի հարց է հետաքրքրում, որից հետո անցնել եմ ամենակարևոր նաև թեմաներին։ Հիմա արձակուրդ ենք, չէ, Մարկ։ Մի հատ ինձ ասա, կա մի թեմա, որ դու արձակուրդի ընթացքում պետք է անես, չգիտեմ, լողի ես գնալու, բացի այն, որ փողոցն ու բակը քեզ սպասում են գրկաբաց։ Ինչ կա։ Ես ֆուտբոլի եմ գնում, բայց մեկ-մեկ չեմ ուզում գնամ մրցումների ժամանակ։ Դու ֆուտբոլ ես գնում, բայց այն հանի։ Ես գիտեմ դու ոչ մի սպորտաձև չես անում, մենակ մամային տենց ներվերն ուտում ես։ Հիմա դու ֆուտբոլիստ ես։ Որ թիմն է քոնը։ Թիմը։ Մեր մոտ թիմով չի։ Դու անհատական մարզվում։ Շատ լավ։ Իսկ ինչ որ տենց կա ֆուտբոլիստ, որ տենց սիրում այն տղեն այդ ֆուտբոլիստ նովա։ Ռոնալդոն։ Վերջացավ։ Անիմաստ հարց եմ տալիս, պետքա միշտ ինքը լինի։ Իսկ մամա այդ խոսացել ես, կարող է քեզ մի օր ունեցա անում կազմակերպումը Ռոնալդո հետ հանդիպում ես։ Ռոնալդոն գալիս է խնդրում է մամայիդ մոտիկից տենա։ Գիտեի դու դրա մասին։ Եթերից հետո դժվար զրույց է սպասվում։ Շատ լավ։ Իսկ այսքանից հետո ինձ մի հարց էլ է հետաքրում։ Մեծ են արդեն։ Ռիփ, ոնց էլ չլինի, ես վստահ եմ, որ դուք ամուսիններով քննարկում եք այս թեման, թե հետաքրքիր է 1-2 տարի հետո որ անկյունը ճյուղը կընտրի։ Մեծի առումով ամուսինս քնչական է ուզում։ Դե ինքն էլ
Պապային դեմ ա գնում, ասում եմ ես ուզում եմ մարզիկ դառնամ, լավ, բայց ասում եմ բառերով չպետք է անես, չէ, պետք է Հա, գործով։ գործով ապացույցես դա։ Իսկ փոքրը դեռ վաղ է որոշել։ Ինքը գնում էր Ֆուտբոլի էլի, հետո հելա ֆուտբոլից էլի գնացի բոքսի, հետո բոքսից հելա էլի գնացի ֆուտբոլի, բայց ինքը շատ է սիրում էր Արթուր Ալեքսանյանն, ասում եմ ես սպիտակ արջ կդառնամ։ Դեռ նման է, հետո Դե հիմա տեսնենք, ֆուտբոլից հետո միգուցե տեղափոխվի իմ շամարտ։ չես կողմնորոշվում։ Կարող է դրսի տղերքը չեն թողում դու նորմալ մի հատ կողմնորոշվես ինչա քեզ պետք։ Չէ, հոբարասից գնա քո պապի ֆուտբոլի տեղը։ Պապի ֆուտբոլի Հա, ես էլ չի ուզում։ Տեսա, որ իմ ընկերը տեղ ֆուտբոլ էր մարզվում Սասունը, ես նոր ուզեցա գնացի, այնտեղ իմ մյուս ընկերներ Միրանը, իրանց հետ ֆուտբոլ էի խաղում։ Ընկերոջ պապին գնացել է ֆուտբոլի։ Նայում եմ, պետք է դու միջև չմտնես ֆուտբոլ, այս ֆուտբոլը չի զարգանա։ Միանշան։ Իսկ ամենահաճելի պահը, որ ես շատ սիրում եմ, ասեմ, որ ունեմ շատ ցանկալի գործընկեր, որ մոտակա մեկ շաբաթ է ինձ հետ համագործակցում է։ Ես ուղարկում եմ իմ հյուրերի, բալիկների, այսպես ասած, նկարները, նրանց մասին ինֆորմացիա, նրանք որոշում են, թե ինչ նվեր պետք է ստանան։ Խոսքս Գժուկ Թեդի խանութ սրահի մասին է։ Բավականին բարդ էր նրանց համար ընտրել, թե ինչ պետք է տան Ռիփսիմե Խորշուջյանի որդիներին, բայց ինչ որ չափով նաև հասկացան, որ նաև սպորտի մեջ է։ Այս հաճելի պայուսակ նվերը Աշինն է։ Շնորհակալ ենք։ Իսկ ալար ականջակալները Մարկին է, որ այսպես տնես ականջների։ Լավ է, գոհենք։ Շնորհակալ եմ Գժուկ Թեդի խանութ սրահին։ Ապրես։ Կարևորը դու ես, ես գիտեի շքավան, էլի, ասեմ հատ տեսնեմ Գժուկի այդ Թեդի խանութ սրահի, ասենք նվերը քո դուրը կգա, ասենք կարգին մեծ տղա իրան խաղալիք մաղալիք պետք իրան լուրջ բաներ ա պետք։ Լավ է։ Շատ լավ։ Իսկ Շատ ապրեք։ Ոյ օպրիմ տղեն դուրն եկել է, հասկացաք։ Դիպ տեսախցիկը քոնն է։ Ես ուզում եմ որպես վաստակավոր մամա քո բարի մաղթանքը թեկուզ երեխաներին։ Այս գեղեցիկ օրով ես շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաների տոնը, բոլոր բալիկները առողջ լինեն, որպեսզի իրենց ծնողները երջանիկ լինեն։ Թող կատարվեն բոլորի երազանքները, շնորհակալ եմ։ Ապրեք, ես շնորհակալ եմ, որ դուք ինձ մոտ եք։ Ես ուղղակի քրքրվում էի, որպես դու ինձ մոտ տաղավարում լիներ որդիներիդ հետ ամեն բանանը։ Արժե էլի էքսկլյուզիվ ցույց տալ նաև այն մամաներին, կադրից դուրս մամաներին, որոնց մենք միայն տեսնում ենք, ասենք, գործի մեջ հաղթանակած, իսկ Ռիփսիմե Խորշուջյան ընտանիքում էլ է հաղթանակած, այնպես որ դեռ դուք շարունակեք հետևել իմ ընկերուն, ասելիքը նաև մի քանի ամիս հետո էլ կասենք։ Շնորհակալ եմ իմ տղերքին, որ այստեղ էին, ես երկար քեզ չեմ բամ, գիտեմ դուրսը քեզ սպասում են, ընկերներդ հասնեն, հա։ Ու դու սպասում ես, որ Ձինան գալիս է քո մկրտության առիթը վարելու։ Իրար հետ են կազմակերպելու։ Դու մամայի, պապայի 12 օրից ես կսպասեմ։ Ախ, դու պատկերացնում եք ես ոնց եմ դրան սպասում, ինչ պետք է անեմ քո համար։ Ես ու դու իրար կգծենք, կջնջենք, կգրենք, կիմանանք ինչ ենք ամ լավ, հետո նոր մամայից կասենք, վերջացավ։ Շատ լավ, իսկ ես շնորհակալ եմ քեզ Ռիփ ջան, ուզում եմ առողջ տոկուն, ցենց ամուր ընտանիքիդ գրկում, ու ես շատ կուզեմ, որ Աստծով գաս ասես ձին մի հատ էլ տենց աղջիկա, որովհետև աղջիկ ունեցողը միշտ երջանիկ է։ Իհարկե, համաձայն եմ։ Կարևոր երևույթ է։ Դե ինչ, այսքանից հետո շնորհակալ եմ նաև մեր գործընկեր Գժուկ Թեդի խանութ սրահին հաճելի նվերների համար եւ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ ակուպով նայած ակնկալում են հետաքրքիր նորություններ։ Մինչև հիմա ձեզ հետ իմ մեծ ընկերուհին էր իր որդիների հետ եւ իհարկե ձեր Ձինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Միանում կա, որ դարձել է դեր ինձ ու սրտիս, միանում կա, որ փոխեց հանկարծ հունը կյանքիս, րոպեներս երկարել են դես ու դարձել տարիներ, քեզ գտել եմ ու գտել եմ ձեր ամենից վեր, քեզ սիրելը ինձ դարձրել է մեծ աշխարհին դեր, րոպեներս քո գրկում են միշտ դառնալու
եմ պատմելու